Բարեկալուս Նյուզեմ, եթերում ուժի գործոն է, իմ զրուցակիցը ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանն է։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար, բարի երեկո։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ ԱՄՆ նախագահը իր առաջին արտասահմանյան ուղևորությունը տարածաշրջանային, եթե չհաշվենք իր Վատիկան այցը, Մերձավոր Արևելք է կատարում, Սաուդյան Արաբիա, Կատար, Միացյալ Արաբական Էմիրություններում է լինելու, եւ ուշագրավ է, որ Իսրայել Միացյալ Նահանգների նախագահը չի այցելելու, չնայած երկու երկրների շատ սերտ հարաբերություններին, չնայած այն ակնկալիքներին, որ Թրամփի իշխանության գալը Իսրայելի համար նոր հնարավորություն գուցե կանաչ լույս է լինելու Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը մեծացնելու, Գազայի հարցը լուծելու, Իրանին հարվածելու հարցում, բայց հիմա հատկապես ամերիկյան մամուլում մի շարք լրատվամիջոցներ հղումանելով տարբեր աղբյուրների, ամերիկյան, իսրայելական, նշում են, որ Թրամփի եւ Նեթանյահուի վարչակազմերի միջև կարծես վերջին շրջանում լարվածություն է առաջացել, հատկապես Իրանի հետ բանակցությունների ֆոնին, նաեւ մի շարք այլ գործընթացների, ինչ է կատարվում ձեր գնահատմամբ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերություններում, արդյոք ինչ որ մի բան այն չէ եւ Իսրայելի առաջնահերթությունը կարծես թե երկրորդ պլան է մղվել։ Ես կարծում եմ, սա միջազգային հարաբերություններում տեղի ունեցող ամենահետաքրքիր տեղաշարժերից ու իրադարձություններից մեկն է վերջին շրջանի։ Նաև ասեմ, որ շատ զարմանալի է ինչ որ առումով, նաև ինձ համար զարմանալի է այս տեղաշարժը։ Ես Տրամփի իշխանության գալուց հետո ինչ որ լավատեսություն ունեի Ուկրաինայի հարցում, որ նա շատ ավելի մեղմ ու ճկուն քաղաքականություն կվարի այնտեղ, կփորձի պատերազմը ավարտել, ընդ որում դրա մասին նա բազմաթիվ հայտարարություններ էր արել, շատ հստակ էր նրա տեսակետը։ Բայց ավելի մտահոգված էի Մերձավոր Արևելքում նրա քաղաքականության վերաբերյալ, նույնպես այդ ռեգիոնի վերաբերյալ հայտարարությունները Տրամփի շատ միանշանակ էին, մեկնաբանելու շատ բան չկար, շատ ագրեսիվ ինչ որ դիրքորոշում ուներ, իշխանության գալուց հետո նույնպես բոլորը գիտեն, թե ինչ հայտարարություններ է արել, ինչ տեսակետներ է հայտնել Տրամփը, սկզբնական շրջանում ինչ ագրեսիվորեն էր նա տրամադրված Իրանի նկատմամբ, անգամ որ կռմբակոծեն Իրանը։ Այո, սպառնալիքներ կային հստակ եւ դա իմ ամենամեծ մտավախությունն էր մի քանի նախկին նախորդ հարցազրույցներում ես դրա մասին շատ եմ խոսել, որ դա թերևս Հայաստանի համար ամենամեծ վտանգներից մեկն է, ամենամեծ աղետներից մեկը, ինչ կարող է տեղի ունենալ մեզ համար, դա Միացյալ Նահանգների ու Իսրայելի համատեղ գործողությունն է Իրանի դեմ։ Նաեւ Գազայի վերաբերյալ նրա հայտարարությունները, Գազան փաստորեն Գազայից պաղեստինցիներին ամբողջությամբ դուրս բերելու, այսինքն էթնիկական զտման մասին նա բացահայտ հայտարարություն արեց, որը ուղղակի ցնցող էր։ Եվ այս ֆոնին այս վերջի շրջանի փոփոխությունները չափազանց հետաքրքիր են։ Տարբեր հիպոթեզներ կան, թե ինչն է այս փոփոխությունների պատճառը, գուցե այն ժամանակ Տրամփը ինչ որ հայտարարություններ էր անում, որպեսզի որոշ լսարանի մտավախությունները զսպի կամ որոշ լսարանի ակնկալիքներն արդարացնի, որոշ դոնորների ակնկալիքներն արդարացնի, մասնավորապես նրա ամենամեծ դոնորներից մեկը այդ հայտնի կազինոների մագնատ Շելդոն Էյդլսոնի այրին էր, որ նրան $100 միլիոն էր տվել նախընտրական կամպանիայի ժամանակ։ Մի խոսքով, բավականին լուրջ մտավախություններ կային, որ Մերձավոր Արևելքում նա կարող է նույնիսկ ավելի ագրեսիվ լինել Իսրայելի աջակցության առումով, քան Բայդենի վարչակազմն էր։ Եվ այս ֆոնի վրա իսկապես այս վերջի շրջանի փոփոխությունները շատ հետաքրքիր են։ Եվ հետաքրքիր են ոչ միայն որովհետև ինչ որ մասնավոր բաներ կան, մասնավոր 1-2 հայտարարություններ կան, 1-2 տարաձայնություն կա, որ ջրի երես է դուրս եկել, ինչը սովորաբար զսպում են, տարաձայնություններ միշտ լինում են Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջև, բայց սա ինչ որ մոտավորապես առճակատման տեսք է ստանում եւ բազմաթիվ դրսեւորումներ ունի, եւ դրանցից մեկը, ինչպես նկատեցիք, նրա այս այցելությունն է, որի շրջանակներում Տրամփը հրաժարվել է Իսրայել այցելել եւ կենտրոնացել է Սաուդյան Արաբիայի, Էմիրատների ու Կատարի վրա,
Եվ դա բավականին լուրջ անհանգստություններ է առաջացրել Իսրայելում եւ պրոիսրայելական շրջանակներում։ Դրանից բացի ես հիմա չեմ ուզում այդ ամբողջ այդ ցուցակը բանանեմ այդ հակամարտության դրսևորման տարբեր կետերի մասին, բայց մի երկու բան հիմա ասեմ, հետո մնացածի մասին էլի կխոսենք։ Իսրայելի ու Միացյալ Նահանգների տարաձայնությունները բավականին սուր կերպով արտահայտվեցին հենց Իրանի հարցում, Իրանի նկատմամբ որդեգրելիք դիրքորոշման հարցում, մասնավորապես Նեթանյահուի վերջին այցից հետո հստակ դարձավ, որ Միացյալ Նահանգների ու Իսրայելի միջև շատ լուրջ տարաձայնություն կա, թե ինչպես պետք է վարվել Իրանի միջուկային ծրագրի հետ։ Նետանյահուն փաստորեն եկել էր ինչ-որ վերջնական բանակցություններ վարելու եւ համոզելու, որ հարված են Իրանին, հարված են միջուկային ինֆրաստրուկտուրային Իրանի, այդ համաձայնությունը նա չստացավ եւ վերադառնալուց հետո հայտարարություն արեց, որ միակ ընդունելի տարբերակը բանակցային լուծման դա այն է, եթե Իրանը թույլ տա, որ նրանց ամբողջ միջուկային ինֆրաստրուկտուրան պայթեցվի ուղղակի Լիբիայի օրինակով։ Հա, եթե նման տարբերակի Իրանը չի համաձայնում, ուրեմն որևէ համաձայնության գնալ Իրանի հետ չի կարելի։ Եվ շեշտել էր, որ անխուսափելի է ռազմական հարձակման սցենարը։ Այո, եւ եթե Իրանը դրան չհամաձայնի, դրան պետք է անպայման հետևի ռազմական հարձակում։ Տրամպը շատ ոչ միանշանակ հայտարարություն արեց անմիջապես Նետանյահուի ելույթից հետո, Նետանյահուի հայտարարությունից հետո, ասելով, որ բանակցությունները բավականին կառուցողական ընթացք ունեն եւ ինքը պատրաստ է, սա շատ հետաքրքիր էր Տրամպի կողմից նման հայտարարությունը, ինքը պատրաստ է հանդուրժելու Իրանի միջուկային ծրագրի գոյությունը եւ նույնիսկ ուրանի հարստացման որոշ կարողությունների պահպանումը, եթե դրանք տեղի ունենան որոշակի վերահսկողության պայմաններում։ Այսինքն Իրան ունենա միջուկային ծրագիր, բայց սահմանափակված, որը որևէ դեպքում միջուկային զենքի արտադրության չի հասցնի։ Խնդիրը դա է, այո, եւ այդ բանը NPT-ն, այդ Nuclear Non-Proliferation Treaty, միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իրականում նախատեսում է եւ թույլ է տալիս երկրներին խաղաղ ատոմի զարգացման, այդ խաղաղ միջուկային ծրագրի զարգացման որևէ արգելք այդ պայմանագրում ոչ միայն չկա, այլ միջուկային տեխնոլոգիաների տիրապետող երկրները պարտավոր են աջակցել մյուս երկրներին, որոնք նման ցանկություն ու հետաքրքրություն ունեն իրենց քաղաքացիական միջուկային ծրագրերը զարգացնելու համար։ Եվ այդ շրջանակներում, այդ պայմանագրի թույլ տված շրջանակներում նրանք փաստորեն Միացյալ Նահանգները հիմա ասում են, որ համաձայն են, որ Իրանը նման ծրագիր ունենա, պայմանով, որ դա վերահսկելի լինի։ Իհարկե այդ պայմանագրի ամենակարևոր թնջուկներից մեկը այն է, ամենակարևոր թերություններից մեկը այն է, եթե կուզեք, չնայած թերությունը նայած ում դիսկերից ես նայում դրան, որ զարգացման որոշակի էտապում քաղաքացիական եւ ռազմական միջուկային ծրագրերը իրարից չեն տարբերվում, այսինքն նույն տեխնոլոգիաները, որ անհրաժեշտ են քաղաքացիական ծրագրի համար, նույն գիտելիքը, know-how-ն եւ այլն, դրանք կիրառելի են նաեւ ռազմական ծրագրի համար։ Իհարկե մեծ տարբերություն է այն, թե ուրանի հարստացման ինչ մակարդակ եւ ինչ քանակություն ունես եւ ինչն է թույլատրելի։ Եվ խոսքը հիմա գնում է այդ մակարդակը զսպելու, այդ քանակությունը զսպելու կարողությունների մասին եւ որոշակի միջազգային մեխանիզմների մասին, որը Իրանին թույլ կտա պահպանելու սեփական միջուկային ծրագիրը եւ այսինքն ինչը խիստ տարբերվում է Նետանյահուի ու ընդհանրապես Իսրայելի նախապատվություններից, որոնք համարում են, որ որևէ ծրագիր Իրանում թույլատրելի չի, որովհետեւ այդ բոլոր տեխնոլոգիաները իրականում երկակի կիրառման տեխնոլոգիաներ են եւ Իրանին հնարավոր չի վստահել։ Եվ սա դարձել է շատ լուրջ տարաձայնության առարկա։ Ասեմ նաեւ, որ Իսրայելը սա համարում է իր համար էգզիստենցիալ սպառնալիք, սա թերևս իրենց ամենամեծ արտաքին քաղաքական ստրատեգիական նպատակներից մեկն է թույլ չտալ, ոչ միայն թույլ չտալ, որ Իրանը նման
ծրագիր ունենա, պահպանի եւ զարգացնի, այլ նաեւ Իրանում այդ ռեժիմի փոփոխության հասնելը նրանց համար կարևորագույն ստրատեգիական նպատակ է եւ նրանք արդեն մի 2 տասնամյակ, եթե ոչ ավել, աշխատում են այդ ուղղությամբ, որ համոզեն Միացյալ Նահանգներին Իրանի հետ անել նույնը, ինչ որ նրանք արեցին Իրաքի հետ 2003 թվականին։ Պարոն Գրիգորյան, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Թրամփի կրկին իշխանության գալը Իսրայելում ցնծություններ առաջացրել, հաշվի առնելով Թրամփի առաջին նախագահության ժամկետում նրա Իրանի ուղղվածությամբ կոշտ քայլերը, այսինքն Իրանի հետ 15 թվականի միջուկային պայմանագրից դուրս գալը, Սոլեյմանի սպանությունը, այլ գործողություններ, գումարած նաև իհարկե Միացյալ Նահանգներում Իսրայելի հրեաների լուրջ ազդեցությունը, նաև Թրամփի կապերը, նաև նրա թիմակիցների ունեցած կապերը, եւ ենթադրվում էր, որ Թրամփի նախագահությունը միայն ավելի է ուժեղացնելու Իսրայելի դիրքերը։ Հիմա հարց է առաջանում այս պարագայում, այս բոլոր գործոնները հաշվի առնելով, որն է պատճառը, որ վերջին շրջանում դիրքորոշումների խզում է գնում եւ Միացյալ Նահանգները Թրամփը չի ցանկանում շարժվել այն պլանով, որն առաջարկում է կամ պահանջում է Իսրայելը։ Մոտիվացիան որն է։ Մի քանի գործ կա, հիշեցնեմ նաև, որ Տրամփի նախագահության օրոք նա համաձայնություն տվեց, այսինքն նա ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։ Եվ կարծեմ նույնիսկ Գոլանի բարձունքների հետ կապված ինչ նաև այդ քայլեր եւ այդ անեքսիան պաստորեն ճանաչեց Տրամփը, այսինքն Գոլանը ճանաչեց որպես Իսրայելի օրինական տարածք, եթե չեմ սխալվում։ Այս կապակցությամբ մի քիչ վստահ չեմ, թե հատկապես ինչ էին դրա դետալները, բայց Գոլանի հետ կապված էլ ինչ որ քայլ արեց։ Կար, այո, նման հայտարարություն կար։ Այդ քայլերն էին, նրա շատ ավելի, ինչպես ասացի, ագրեսիվ հայտարարություններն էին, ագրեսիվ դիրքորոշումներն էին Մերձավոր Արևելքի նկատմամբ, նաև ընդհանրապես մահմեդականների նկատմամբ նրա վարքագիծը, նրա մահմեդական երկրների նկատմամբ նրա որդեգրած դիրքորոշումները, հայտարարությունները, եթե հիշում եք, էմիգրացիայի հետ կապված եւ նույնիսկ Միացյալ Նահանգներ այցելելու հետ կապված դրա նախագահության առաջին շրջանում ինչ որ սահմանափակումներ մտցրեցին որոշ երկրների նկատմամբ, որոնց կարծեմ 9 երկրից 8-ը մահմեդական էին, թե բոլորն էին մահմեդական երկրներ։ Մի խոսքով նրա հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ, նրա հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ Իսրայելից դուրս շատ բան էին, հակամարտության հարաբերություններ էին, այսպես ասեմ։ Հիմա ձեր հարցը շատ կարևոր հարց է, շատ հետաքրքիր հարց է։ Դրա մասին դեռ երկար է պետք մտածել, երկար պետք է հասկանալ, թե իսկապես խորքային process-ները ինչ են, ինչ է տեղի ունենում, ինչպես սա հնարավոր դարձավ, որովհետև իսկապես սա շատ ստանդարտից դուրս, շատ անսպասելի, շատ զարմանալի տեղաշարժ էր Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ, ելնելով այն բանից, թե ինչ աստիճանի մեծ է ազդեցությունը Իսրայելի եւ պրոիսրայելական ուժերի կամ այսպես կոչված պրոիսրայելական լոբիի ազդեցությունը Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, ինչ աստիճանի մեծ է նրանց ազդեցությունը թե կոնգրեսում, թե գործադիրում, թե ընդհանրապես Միացյալ Նահանգներում լրատվական դաշտում, ինֆորմացիոն դաշտում, մտավորական դաշտում, այդ think tank-երը, նույնիսկ ասենք համալսարանները եւ այլն շատ մեծ ազդեցություն ունեն պրոիսրայելական ուժերը, պրոիսրայելական տրամադրություններ ունեցող անհատները կապիտալը նաեւ այդ կապիտալը իհարկե, հա, չմոռանանք կապիտալը եւ այս ամենի պայմաններում բնականաբար շատ լավ գիտենք թե ինչ մեծ էր այդ ազդեցությունը եւ ինչ կարող էր անել Իսրայելը, ինչ կարող էր պարտադրել Իսրայելը Միացյալ Նահանգներին, վերջին մի երկու տասնամյակում բավականին հետաքրքիր իրականություն լույս տեսավ այդ կապակցությամբ ամենամեծ աղմուկ հանած գիրքը Ջոն Միրշայմերի ու Ստիվեն Վոլտի գիրքն էր 2000-ականներին լույս տեսած, այդ Իսրայելի լոբի եւ Ամերիկայի արտաքին քաղաքականությունը։ Ու հիմա այդ ամենի պայմաններում այդ ինֆորմացիան իմանալով իսկապես շատ զարմանալի է թե ինչ է տեղի ունենում։ Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալը։ Ընդհանրապես շատ խորքային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական
վարքագծի մեջ, արտաքին քաղաքական ստրատեգիայի կամ այդ տերմին ասեմ grand ստրատեգիայի մեջ։ Եթե մինչև վերջերս Միացյալ Նահանգները որդեգրել էր կամ հետևում էր այդ հեգեմոնիայի քաղաքականությանը, սառը պատերազմյան ավարտից անմիջապես հետո դա է եղել Միացյալ Նահանգների քաղաքականությունը, այսինքն ամենահիմնական սկզբունքը արտաքին քաղաքականության, որ Միացյալ Նահանգները պետք է ունենա դոմինանտ դիրքեր, ոչ թե ուժեղ դիրքեր, այլ դոմինանտ դիրքեր միջազգային հարաբերություններում ընդհանրապես։ Ինձ համար ամենահետաքրքիր հայտարարություններից մեկը Տրամպի իշխանության գալուց հետո դա Մարկո Ռուբիոյի հայտարարությունն էր, որ Միացյալ Նահանգները այլևս չեն կարող իրենց թույլ տալ որպես հեգեմոնիկ, իհարկե այդ բառը չօգտագործեց, որ աշխարհը դարձել է բազմաբևեռ, այսինքն մինչև հիմա միաբևեռ էր, բայց հիմա մենք գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ եւ դա հաշվի չառնել մեր արտաքին քաղաքականության մեջ չենք կարող։ Երկրորդ խնդիրը կա, որ Միացյալ Նահանգներում շատ լուրջ տնտեսական ու քաղաքական խնդիրներ կան, ինչը ստիպում է քաղաքական վերնախավի որոշակի հատվածին կենտրոնանալու այդ խնդիրների վրա, այդ տնտեսական խնդիրների վրա։ Ռազմական ծախսերը իհարկե չեն պակասում, Տրամպի առաջարկած բյուջեն մի խայտառակ մեծ բյուջե է, բայց գոնե այդ արկածները, որոնք շատ թանկ են նստում Միացյալ Նահանգների, ասենք այդ տրիլիոնավոր դոլարները, որ Միացյալ Նահանգները վատնեցին Իրաքում, Աֆղանստանում եւ այլ նման արկածների համար, նրանց այդ 900 բազաները աշխարհի տարբեր կետերում, մի խոսքով, այդ ամեն ինչը աստիճանաբար մի քիչ ավելի փոքրացնելու, Միացյալ Նահանգների հետ կփոքրացնելու, այդ գործողությունները զսպելու, նման վարքագծից հեռանալու ինչ որ խնդիր կա։ Սա այդ ընդհանուր կոնտեքստն է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը նման ֆունդամենտալ ինչ որ խորքային փոփոխությունների process-ում է, ինչը դրսևորվում է իմիջիալոց նաև Ուկրաինայի նկատմամբ նրանց քաղաքականության մեջ։ Բայց նաև Իսրայելի հետ կապված մասնավոր, այսինքն բաներ կան, մասնավոր գործընթացներ կան, այն որ Իսրայելը ինչ որ առումով Իսրայելն ու նրա կողմնակիցները Միացյալ Նահանգներում իսկապես չափը անցել էին եւ հատկապես Իրանի հարցում ստիպել, որ գնան պատերազմի Իրանի դեմ, ինչը շատ կանխատեսելի հետևանքներ էր ունենալու, չափազանց կանխատեսելի եւ իսկապես Իրանը Իրաք չի, Իրանը նույնիսկ Աֆղանստան չի, Իրանի դեմ պատերազմը կարող էր պայթեցնել ամբողջ ռեգիոնը, Իրանը որոշակի կարողություններ ուներ հակահարվածներ հասցնելու ամերիկյան շահերին եւ որևէ լավ ռազմական տարբերակ Միացյալ Նահանգները չունեն Իրանի դեմ, այսինքն բացի օդային հարվածներից, ինչը կարող էր էսկալացիայի բերել, հետո եթե խոսք գնար ներխուժման մասին, Միացյալ Նահանգները հստակորեն դրան պատրաստ չեն եւ Միացյալ Նահանգների ռազմական վերնախավը դրան պատրաստ չի եւ բավականին երկար ժամանակ դիմադրել է դրան։ Եվ այդ դիմադրության պայմաններում Իսրայելի ճնշումը ի վերջո կարող էր հանգեցնել նման կոնֆլիկտի, այսինքն Միացյալ Նահանգների էստաբլիշմենտում, Միացյալ Նահանգների վերնախավում ռազմաքաղաքական որոշակի բաժանում է առաջացել Իսրայելի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների վարքագծի վերաբերյալ։ Ասեմ, որ դա մի հետաքրքիր դրսևորում եւս ունեցավ, մասնավոր դրսևորում, Սպիտակ տան, ուրեմն, լավ, Սպիտակ տան չասեմ, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Մայքլ Ուոլցը, որին գործից հանեց Տրամպը մի երկու շաբաթ առաջ, չթաքցրեցին էլ պատճառը ինչն էր, բավականին հստակորեն նրանք այդ արտահոս կարեցին ինֆորմացիոն Սպիտակ տնից, որ Նեթանյահուի հետ այդ պլանի ուղղությամբ էր աշխատում։ Նեթանյահուի հետ ինչ որ փաստորեն բանի մեջ էր, գործարքի կամ դավադրության մեջ էր, առանց երկրի ղեկավարի, առանց Տրամպի գիտության, առանց Տրամպի համաձայնության, նա փաստորեն առանձին քաղաքականություն էր վարում Իրանի հարցում, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչը նույնը չէր, ինչը չէր համապատասխանում Տրամպի վարած քաղաքականությանը եւ հենց այդ պատճառաբանությամբ, այսինքն չէ, պաշտոնական պատճառաբանությունն ուրիշ էր, նրան ուղարկեցին որպես մակում Միացյալ Նահանգների դեսպան, բայց այդ արտահոսքը եղավ Սպիտակ տնից եւ բոլորը համոզված են, բոլորը գիտեն, որ խնդիրը դա էր։ Մի ուրիշ հետաքրքիր բան տեղի ունեցավ երկու շաբաթ առաջ, օրինագիծ ներկայացվեց կոնգրես,
որով սանկցիաներ էին նախատեսվում այն սուբյեկտների նկատմամբ, որոնք գործ կունենան որևէ այլ սուբյեկտի հետ, որը բոյկոտում է Իսրայելին։ Այսինքն, եթե ամերիկյան որևէ ընկերություն կամ որևէ կազմակերպություն գործ ունենա արտասահմանյան որևէ սուբյեկտի հետ եւ կլինի եվրոպական կամ ուրիշ ինչ-որ սուբյեկտ, որը ունի Իսրայելի նկատմամբ բոյկոտի քաղաքականություն, դա պետք է ենթակա լիներ ըստ այդ օրենքի որոշակի պատժի, որոշակի սանկցիաների։ Սա երևի ամենազարմանալին էր, այդ օրինագիծը պարտվեց կոնգրեսում, իսկ կոնգրեսում Միացյալ Նահանգների ազդեցության Իսրայելի ազդեցության չափերը գերագնահատել հնարավոր չի ուղղակի, իսկապես շատ մեծ է նրանց ազդեցությունը եւ կոնգրեսին ինչ որ բաներ պարտադրելու նրանց կարողությունը եւ այդ օրենքը պարտվեց։ Վերջին շրջանում նրանք ուղղակի ուղիղ բանակցությունների գնացին Համասի հետ առանց Իսրայելի գիտության եւ այդ մի պատանդին ազատ արձակեց Համասը այդ բանակցությունների շնորհիվ եւ կարեւորը ոչ թե այդ պատանդի ազատ արձակումն էր, կարեւորը հենց այդ փաստն է, որ առանց Իսրայելի փաստորեն առանց Իսրայելի կարտ բլանշի, առանց նույնիսկ Իսրայելի գիտության Միացյալ Նահանգները բանակցությունների էին գնացել, ուղիղ բանակցությունների էին գնացել Համասի հետ։ Դրան գումարած նաև Եմենի հութիների հետ այդ զինադադարի հաստատելու որոշումը։ Այ հաջորդը ես հենց դրա մասին էի ուզում խոսել, դա էլ շատ հետաքրքիր էր։ Այսինքն նույնիսկ այն պայմաններում, որ հութիները արդեն սկսել էին սպառնալ Միացյալ Նահանգներին, ուղղակիորեն Միացյալ Նահանգների զինված ուժերին այդ ռեգիոնում տեղակայված, նույնիսկ մի դեպք եղավ, որ նրանք շատ մոտ էին F-35 խփելու հութիները, որը խոսում է նրանց բավականին լուրջ կարողությունների մասին իմիջայլոց, եւ այդ երկրորդ դեպքը եղավ, երբ որ նրանք հարձակվել էին Միացյալ Նահանգների ինչ-որ ավիակրի վրա, որը շատ կտրուկ շրջադարձ էր արել եւ նրա օդանավերից մեկը ծովներ ընկել։ Կարծեմ F-18 էր ընկել ջուրը եւ այդ պայմաններում, այսինքն այդ արդեն ուղիղ հակամարտության պայմաններում նաեւ Տրամպը ինչ-որ հայտարարություններ էր արել, մի երկու անգամ ռմբակոծել էր, հարվածել էին հութիներին Եմենին հարվածել էին եւ եկել հանկարծ շատ անսպասելիորեն Տրամպը հայտարարեց, որ զինադադարի է գնում հութիների հետ, որը նույնպես Իսրայելի գիտությամբ չէր արված։ Պարոն Գրիգորյան, այսինքն ներեցեք, կոպիտ ասած ստացվում է, որ Տրամփը դեղին կարտ է ցույց տալիս Նեթանյահուին եւ նրան ազդանշան է տալիս, որ ամեն ինչ կարող է ավելի վատ ավարտ ունենալ, եթե Նեթանյահուն կոպիտ ասած չսահմանափակի իր ցանկություններն ու պահանջները։ Ես կարծում եմ այո, եւ ես կարծում եմ դա միայն Տրամպը չի։ Միացյալ Նահանգներում շատ լուրջ բան է, ճեղք է առաջացել այդ էստաբլիշմենտի տարբեր խմբերի մեջ, ասեմ նաեւ, որ շատ լուրջ ճեղք է առաջացել հրեական վերնախավի։ Միացյալ Նահանգներում հրեական կամ պրոիսրայելական այդ վերնախավի մեջ նույնպես այդ ճեղքը կա, նրանք Նետանյահուին որոշ հատվածը հրեական վերնախավի, այսպես ասեմ, ավելի լիբերալ տրամադրված հատվածը Նետանյահուին սկսել է վտանգավոր համարել Իսրայելի համար, հրեական աշխարհի համար, հրեաների շահերի համար Միացյալ Նահանգներում եւ սկսել են համարել, որ Նետանյահուի քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների հետ լուրջ առճակատման, ինչը Իսրայելի համար մահացու է իհարկե։ Բայց մի բան էի ուզում ասել հութիների հետ կապված, որպեսզի հասկանանք, թե իսկապես շարժառիթները ինչ են, հետո կշարունակեմ այս թեման։ Հութիների հետ 30 օրվա հակամարտությունը Միացյալ Նահանգների վրա նստել էր $1 միլիարդ։ Հութիների հետ հակամարտության այդ կոնտեքստում Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը ինչ որ հաշվարկներ էր արել եւ ինչ որ բողոքել էր, որ որոշակի զինատեսակներ կան այդ ճշգրիտ ռումբերի որոշակի զինատեսակներ կան, որ շատ անհրաժեշտ են Միացյալ Նահանգներին, այդ պաշարներն են սպառվում հութիների հետ այդ հակամարտության պատճառով եւ դա նպատակահարմար չի, որովհետեւ շատ իրենց համար շատ կարեւոր չի հութիներին բանանելը, հութիներին պարտության մատնելը, իսկ եթե նրանք փորձեին ուղիղ առճակատման գնալ, շատ ավելի թանկ էր նստելու դա Միացյալ Նահանգների վրա։
Եվ այսինքն սա մի մասնավոր դեպք է, մի մասնավոր ցուցիչ է, որ թե ինչ է նստում, ինչ գին է նստում Միացյալ Նահանգների վրա այդ հակամարտությունը եւ բոլորս գիտենք թե հութիների խնդիրը ինչ է։ Հութիները ի պատիվ իրենց պետք է ասել, որ արաբական աշխարհում աստորեն նու Հեզբոլլայից հետո երևի հիմա Հեզբոլլահը ուղղակի բան է բավականին ջախջախված վիճակում է Հեզբոլլահը, բայց հութիները այդ միակ ուժն են փաստորեն հիմա, որ Իսրայելի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությանը դիմադրում են, դիմակայում են եւ ինչ որ գործողություններ են իրականացնում։ Եվ նրանց կարողությունները բավականին լուրջ են։ Միայն այդ բանը չի, այդ ավիակրին հարվածելու այդ խնդրի չի, նրանք նաեւ Բեն-Գուրիոն օդանավակայանին հարվածեցին մի քանի օր առաջ Եվ իսրայելական շատ հզոր հակաօդային պաշտպանությունը անգամ չկարողացավ լիարժեք կարողացան ապահովել։ ճեղքել Իսրայելի շատ հզոր շատ զարգացած, շատ բարձր մակարդակ ունեցող հակաօդային պաշտպանությունը կարողացան ճեղքել, դա եւ ազդանշան էր նրանց լուրջ կարողությունների եւ այն բանի, որ նրանց այդ հակամարտությունը կարող է շատ թանկ արժենալ։ Եվ հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ Տրամպը փաստորեն այդ հութիների հետ զինադադարի մասին խոսակցությունները, ոչ թե խոսակցություններ, այլ զինադադարին գնաց, չնայած եւ ամերիկյան թիրախներին հութիների հարվածելու այդ քայլերին, հարվածելու փորձերին եւ Բեն-Գուրիոն օդանավակայանին եւ իսրայելական թիրախներին հարվածելու այդ փաստին միևնույն է Տրամպը գնաց այդ քայլին։ Հիմա վերադառնամ այն նախորդ ասացիս, ես ինչու եմ ենթադրում, որ լուրջ ինչ որ ճեղք է առաջացել, այդ թվում հրեական վերնախավում Միացյալ Նահանգների։ Մի քանի օր առաջ մի շատ կարևոր հոդված լույս տեսավ New York Times-ում, որի հեղինակը Թոմաս Ֆրիդմանն էր։ Հիմա մեր ձեր ունկնդիրները գուցե շատերը չգիտեն ով է Թոմաս Ֆրիդմանը եւ ինչու է նրա գրած հոդվածը կարևոր։ Թոմաս Ֆրիդմանը շատ սովորական այդ էստաբլիշմենտի մարդ է, էստաբլիշմենտի գիծը միշտ տարած, էստաբլիշմենտի գիծը պաշտպանած, Իսրայելի հարցում շատ լոյալ, շատ նույնիսկ ագրեսիվ որոշ դեպքերում եւ նա New York Times-ի հնաբնակներից է, ամենավաստակաշատ այդ սյունակագիրներից մեկը եւ ինչ որ առումով Թոմաս Ֆրիդմանը ներկայացնում է այդ ամբողջ խավի, այդ ամբողջ էստաբլիշմենտի ու այդ վերնախավի դիրքորոշումները կամ դրա գոնե ինչ որ ավելի կենտրոնամետ կամ կենտրոնից մի քիչ ձախ դիրքորոշումները Իսրայելի հարցում մի քիչ ավելի ոչ ռադիկալ սիոնիստական ինչ որ դիրքորոշումները Թոմաս Ֆրիդմանը այդ տեսակ մեկն է։ Թոմաս Ֆրիդմանի հոդվածի վերնագիրը միայն ասեմ, վերնագրից արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Իսրայելի այս կառավարությունը Միացյալ Նահանգների դաշնակիցը չէ։ Եվ նրանք շատ լավ սկսել են գիտակցել այդ հատվածը հրեական վերնախավի եւ ամերիկյան էստաբլիշմենտի, որ ինչ որ բաներ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում, Արևմտյան Եվրոպայում, որ նախկին իրավիճակից շատ տարբեր են։ Այս ցույցերը Միացյալ Նահանգներում փոքր բաներ չեն, այդ համալսարաններում էս անկարգությունները, համալսարաններում էս հսկայական բողոքի ալիքը, նաև այն փաստը, որ առաջին անգամ գուցե Միացյալ Նահանգներում Իսրայելին աջակցությունը քաղաքական գին ունեցավ, մասնավորապես այլևս կասկածից վեր է, որ այդ աջակցությունը կարևոր պատճառներից մեկն էր Հարիսի պարտության եւ գոնե դեմոկրատական կուսակցության աջակից այդ պրոիսրայելական ուժերը համարում են, որ ինչ որ բան պետք է փոխվի, այլապես սա շատ վտանգավոր ընթացք ունի եւ նաեւ իսկապես նրանք համարում են, որ Իսրայելի նման քաղաքականությունը կարող է հանգեցնել եւ եթե պատերազմ տեղի ունենա Իսրայելի ու ներողություն Միացյալ Նահանգների ու Իրանի միջև, հիմա այնպիսի մթնոլորտ է, որ եթե Իրաքի պատերազմի ժամանակ ոչ ոք բարձրաձայն դրա մասին չէր խոսում, բացի մի երկու հոգուց, որ Իրաքի պատերազմը նույնպես Իսրայելի հրահրմամբ տեղի ունեցավ։ Հիմա դրա մասին բաց են խոսում, հիմա դրա մասին որևէ կասկած չկա եւ միայն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Իսրայելի նկատմամբ հանրային կարծիքի, հանրային վերաբերմունքի
եւ ոչ միայն հանրային, այլ նաեւ էստաբլիշմենտի որոշակի հատվածի, ռազմական վերնախավի որոշակի հատվածի մոտ, եթե նման պատերազմ տեղի ունենա եւ այդ պատերազմը ունենա նույնպիսի կամ շատ ավելի ցավոտ հետևանքներ Միացյալ Նահանգների համար, ինչ որ Իրաքի պատերազմն էր։ Եվ նրանք դրանից շատ զգուշանում են եւ սկսել են Նետանյահուին համարել լուրջ վտանգ, լուրջ սպառնալիք արդեն իրենց շահերին, հետեւաբար ինձ թվում է հիմա ինչ որ գործընթաց է տեղի ունենում, որով փորձելու են պարտադրել Նետանյահուի կառավարության կոլապսը, Նետանյահուի հրաժարականը եւ մի բան ուզում եմ շեշտել այստեղ, չնայած իմ ասածից դա արդեն հետևում է հստակորեն։ Սա միայն Տրամպի անձով, միայն Տրամպի դիրքորոշումներով բացատրել չի կարելի։ Տրամպը եթե միայնակ լիներ այս հարցում, եթե աջակցություն չունենար նման քաղաքականություն վարելու, նրան դա դժվար թե հաջողվեր։ Սա այն փաստը, որ Տրամպը նման շրջադարձ է կատարել, նման դիրքորոշում է որդեգրել, խոսում է այն մասին, որ լուրջ ճեղք կա հիմա Միացյալ Նահանգների վերնախավում եւ որոշակի աջակցություն մի տեսակ բան Իսրայելի վարքագիծը սանձելու։ Տրամպի հետ կապված մի երկու բան էլ ասեմ, այսինքն նախ այն փաստը, որ ինչպես դուք նկատեցիք, նախկինում Տրամպը շատ ավելի պրոիսրայելական էր, հիմա ինչ-որ փորձում է Իսրայելին զսպել։ Այսինքն դա զուտ Տրամպի անձնական բանով բացատրել, հետեւաբար չի կարելի։ Ինչ որ բան փոխվել է, որ Տրամպին ստիպել է իր դիրքորոշումները փոխել։ Եվ մի ուրիշ այստեղ հանգամանք էլ կա, որ սովորաբար ես այդ տեսակ բաներին շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում, ասենք քաղաքական գործիչների անձնական որակներին, հոգեբանական ինչ-որ հոգեբանական կանխակալություններին, հոգեբանական որակներին, Տրամպը մի տեսակ այդ ալֆա արուի հոգեբանություն ունեցող մեկն է եւ Տրամպին ինչ որ վիճակի մեջ դնել, որ նրան ականջներից բռնած ինչ որ բան կստիպեն անել, ինչպես այս դա Նետանյահուի վարքագիծն է եւ շատ հաճախ նրանց նույնիսկ հայտարարությունները, նրանց կեցվածքը այն աստիճանի ամբարտավան էր, ոչ միայն Տրամպի նկատմամբ, այլ ընդհանրապես, բայց Տրամպի պարագայում դա կարող էր որոշակի հակազդեցություն առաջացնել, հատկապես, քանի որ այդ տեսակ դիրքորոշման փոփոխություն պայմանավորող այլ գործոններ եւս կային։ Եվ այո, այս process-ներն են, որ ինձ թվում է հանգեցրել են Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջև լուրջ, բավականին լուրջ ինչ-որ ճգնաժամի հիմա, եթե նույնիսկ ճգնաժամը մի քիչ չափազանցված բառ է, բավականին լուրջ եւ հստակորեն արտահայտված հակասություններ։ Պարոն Գրիգորյան, այստեղ Սաուդյան Արաբիայի հանգամանքն էլ է բավական կարևոր, նախ առաջին այնտեղ է այցելում եւ ամերիկյան մամուլը նշում է, որ Թրամփը նախատեսում է նաև տնտեսական լուրջ պրոյեկտներ իրականացնել Սաուդյան Արաբիայի նաև մյուս արաբական ծոցի երկրների հետ, մասնավորապես խոսքը մոտավորապես 4 միլիարդի հասնող Սաուդյան Արաբիայի կողմից Միացյալ Նահանգների տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ծրագրի մասին է։ Եվ այստեղ ուշագրավ է, որ Պաղեստինի հարցը կարծես թե անմիջական կապ ունի, ինչպես միջազգային մամուլն է գրում, ամերիկյան հատկապես տարբեր աղբյուրներ իրենց տարբեր պաշտոնյաների հղում անելով, որ Սաուդյան Արաբիան մինչ այս պահը հրաժարվում է Իսրայելի հետ օֆիցիալ հարաբերություններ հաստատելուց, այսինքն Աբրահամյան այդ համաձայնագրերին միանալուց, որը Թրամփը իր առաջին նախագահության շրջանում էր նախաձեռնել, եւ որպես դրա նախապայման է դնում Միացյալ Նահանգների կողմից Պաղեստին պետության ճանաչումը։ Եվ հիմա Իսրայելի հետ այս լարվածության ֆոնին չի բացառվում ըստ այդ հրապարակումների, որ Թրամփը անգամ կարող է Արևմտյան ափի այդ սահմանափակ տարածքների վրա Պաղեստին պետությունը ճանաչել։ Իհարկե, գուցե Գազայի իր այդ ծրագիրը իրականացնելու պայմանով, որքանով է սա հավանական, արդյոք կարող է անգամ Թրամփի վարչակազմը նման ավելի կտրուկ քայլի գնալ Իսրայելի հետ կապված այս հարցը լուծելու համար։ Դա երևի ամենազարմանալի այդ արտահոսքերից մեկն էր կամ ամենազարմանալի լուրերից մեկն էր, լուրն էր վերջի շրջանում։ Jerusalem Post թերթը հոդված հրատարակեց մի քանի օր առաջ, որ Տրամպը մտադրություն է հայտնել, այսինքն ինչ-որ մտադրության մասին է խոսել Պաղեստինյան պետությունը ճանաչելու, հետո իհարկե Միացյալ Նահանգներից պաշտոնական հերքում եղավ դրա, բայց այդ լուրերը բավականին համառորեն դեռ շրջանառվում են եւ ես չեմ կարծում, որ Jerusalem Post թերթի պես թերթում դա ինչ-որ պատահական
պատահական այդ տեսակ բան կգրեին առանց որևէ կամ որոշակի ինֆորմացիա ունենալու։ Ես չգիտեմ Տրամպը լրջորեն նման բան պատրաստվում է անել թե չէ, բայց կարող է նման բան սպառնացած լինել Տրամպը, նման սպառնալիք կարող է ուղղած լինել Նեթանյահուին, եւ դա իսկապես շատ հետաքրքիր է եւ լրացուցիչ մի ազդակ է, որ այդ հարաբերություններում բավականին լուրջ խմորումներ կան։ Սաուդյան Արաբիայի պարագան շատ կարևոր է, շատ ճիշտ եք ասում, Սաուդյան Արաբիան եւ ոչ միայն Սաուդյան Արաբիան, այդ ծոցի մի քանի արաբական երկրները իրենց դիրքորոշումները, իրենց պատրաստակամությունը թե Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առումով, ինչ որ համագործակցության քայլերի առումով, թե Իսրայելին ճանաչելու առումով, այդ Abraham Accords կոչվածը կյանքի կոչելու առումով։ Սաուդյան Արաբիան շատ հստակ դիրքորոշում է բան արել, որ եթե Պաղեստինյան պետությունը չի ճանաչվում, եթե Պաղեստինի հարցը չի լուծվում, որևէ բան նրանք չեն կարող անել։ Միջայլոց այստեղ մի բան ասեմ ես այս կապակցությամբ։ Նրանք իհարկե պատրաստ էին դա անել հոկտեմբերի 7-ից առաջ։ Եվ հոկտեմբերի 7-ը իմ խորին համոզմամբ հենց այդ process-ը տորպեդահարելու համար էր արված։ Համասը դա արեց, որպեսզի անհնար դարձնի այդ սեպարատ համաձայնությունը եւ սեպարատ նորմալացումը հարաբերությունների արաբական այդ երկրների ու Իսրայելի միջև եւ Համասին դա հաջողվեց փաստորեն։ Համասի ստրատեգիան այդ առումով կարելի է հաջողված համարել, իհարկե սարսափելի կորուստների գնով եւ այլն, բայց փաստորեն Սաուդյան Արաբիան հիմա շատ հստակորեն նման դիրքորոշում է արտահայտում։ Ասեմ նաեւ, որ Տրամպը խոսել էր նույնիսկ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրին աջակցելու մասին այս վերջերս։ Եվ դա նույնպես շատ հետաքրքիր է, որ ինչ որ քիչ է, այսինքն Իրանի միջուկային ծրագիրը քիչ էր Իսրայելի համար, հիմա մի ուրիշ արաբական երկրում, ռեգիոնի մի ուրիշ երկրում ոչ միայն միջուկային ծրագիր կարող է սկսվել, ձեռնարկվել, այլ դա կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների ուրեմն աջակցությամբ։ Եվ այո, տնտեսական առումով, քաղաքական առումով Սաուդյան Արաբիան շատ կարևոր երկիր է Միացյալ Նահանգների համար, եւ չմոռանանք, որ Սաուդյան Արաբիայի ու Միացյալ Նահանգների միջև բավականին լուրջ տարաձայնություններ կային վերջի շրջանում, այսինքն ընդհուպ մինչև BRICS-ի հետ ինչ որ հարաբերություններ, դոլարի ռեժիմից դուրս գալու մասին սպառնալիքներ եւ այլն, եւ Միացյալ Նահանգների համար այդ հարցերը երկրորդական չեն, դա նույնպես բավականին կարևոր նշանակություն ունի։ Նեթանյահուն մի քանի օր առաջ աննախադեպ երկար ժամկետով հնգօրյա այցով պետք է Ադրբեջան մեկներ, սակայն վերջին պահին այդ այցը չեղարկվեց եւ հստակ պարզաբանումներ դրա վերաբերյալ չեղան, լինելու դեպքում էլ գուցե դրանք ամենախորքային պատճառները չարտացոլ էին, եւ Ադրբեջանի գործոնը իհարկե Իրանին հնարավոր հարված հասցնելու հարցում առանցքային է։ Ձեր տպավորությամբ ինչ կարող է տեղի ունեցած լինել, արդյոք կարող է Ադրբեջանի այս այցի չեղարկումը կապված լինել հենց Միացյալ Նահանգների հետ այս Իսրայելի առաջացած խնդիրների, Ամերիկա-Իրանյան բանակցությունների, կարծես թե հաջող ընթացքի հետ։ Չեմ բացառում, բայց այն ինչ որ մենք իմացանք, այսինքն այն ինչ որ բաց ինֆորմացիայի խնդիր է կամ բաց ինֆորմացիա է, դա այն էր, որ Էրդողանը Թուրքիան թույլ չէր տվել իր օդային տարածքը Նեթանյահուին իր օդային տարածք մտնել եւ պատճառը դա էր, որ Նեթանյահուն չէր կարողացել Ադրբեջան գնալ, գուցե հնարավոր լինել այլ ճանապարհով Ադրբեջան հասնել Նեթանյահուի համար, բայց չեղարկեցին այլ պատճառներով, բայց կիսապաշտոնական բացատրությունը դրա այդ չեղարկման կամ պաշտոնական, ինչու կիսապաշտոնական։ Իսրայելում հենց այդպես էլ ասացին, որ փաստորեն Թուրքիան փակել է օդային տարածքը Նեթանյահուի համար եւ այդ էր պատճառը, որ նա չկարողացավ գնալ։ Գնալու հանգամանքից այս վերջին իրադարձությունները լրջորեն անդրադառնում են նաեւ այդ գործընթացի վրա, ահագին լուրջ գործընթաց էր սկսել Իսրայելը Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի սերտացնելու, ոչ միայն սերտացնելու, այլ նաև
խոսում էին, կարծեմ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ հենց այդ խնդրի մասին խոսեցինք, այն ժամանակ արդեն Jerusalem Post թերթում նորից ինչ որ հոդված էր հրատարակվել, որտեղ խոսվում էր այդ այցելության մասին, իսրայելական ինչ որ դելեգացիա էր գնացել Ադրբեջան, այդ ժամանակ նաև Ուիտկոֆի այցներ եղել, Բաքուի ինչ որ հանդիպում էր եղել իսրայելական Բաքու եւ նաև իսրայելական մի պատվիրակություն էր այցելել Բաքու եւ բացահայտ խոսում էին այն մասին, որ Իսրայելը մտադրված է ինչ որ երրակողմ ֆորմատ ստեղծել Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Իսրայելի մասնակցությամբ, ինչի միակ նպատակն ու կամ ամենակարևոր նպատակն ու թիրախը իհարկե Իրանն էր այն ժամանակ։ Դա բավականին բացահայտ էր, ուրիշ բացատրություն դա չուներ։ Եվ դա ինձ համար ամենամտահոգիչ բաներից մեկն էր, գործընթացներից մեկն էր, ընդհանրապես Իրանին հարվածելու այդ հնարավորությունը, այդ ճնշումը ինձ համար բավականին երկար ժամանակ եղել է ամենամտահոգիչ հեռանկարը, ես համարում եմ, որ ավելի մեծ աղետ Հայաստանի համար պատկերացնել քան Իրանի նկատմամբ նման հարվածը, իսկ եթե Ադրբեջանը մասնակից դառնար այդ ֆորմատին, բնականաբար Ադրբեջանին ինչ որ զիջումներ էին արվելու, ինչ որ այդ համաձայնությունը քաղցրացնող ինչ որ բաներ էր առաջարկվելու, մասամբ դա Հայաստանի հաշվին էր լինելու, այդ միջանցքի հետ կապված ինչ որ բաներ տրվելու Ադրբեջանին կարտ պլանշեր։ Այսինքն հիմա այդ վտանգը գոնե այս պահի դրությամբ նվազում է, պարոն Գրիգորյան։ Ես կարծում եմ, որ այդ վտանգը բավականին նվազել է այս պահի դրությամբ եւ դա իմ համար եւ Հայաստանի համար ինձ թվում է ամենակարևոր շրջադարձերից մեկն է։ Ես հիմա մի քիչ ավելի պակաս մտահոգ եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Իհարկե Նեթանյահուն հիմա շատ ավելի ռադիկալացած ինչ որ վիճակում է։ Նեթանյահուն համարում է, որ այսինքն ոչ թե համարում է, դա թերևս անզեն աչքով տեսանելի է, որ նա հետդարձի ճանապարհ չունի ոչ Գազայում, ոչ Իրանի հետ հարաբերություններում, այսինքն կարող է վաբան գնալ, է։ Ես նման մտավախություն ունեմ, բայց իրականում համարում եմ դրա հավանականությունն էլ ոչ շատ բարձր, որովհետև ի վերջո Իսրայելը բան չի, միապետություն չի, Իսրայելում բավականին ուժեղ են այդ անվտանգության վերնախավը նույնպես եւ այնտեղ լուրջ մարդիկ կան, որոնք այդ տեսակ ռիսկի չեն գնա առանց Միացյալ Նահանգների աջակցության կամ Միացյալ Նահանգների դիմադրությամբ, դա ինձ թվում է իրականում կասկածից վեր է, որ նման բան թույլ չեն տա անել, եթե նույնիսկ Նեթանյահուն նման խելագարության դիմի։ Հա, այս կապակցությամբ մի բան էլ ասեմ։ Իսրայելի վերնախավից, այդ ռազմաքաղաքական վերնախավի, ուրեմն 550 ներկայացուցիչ, պաշտոնաթող ինչ որ զինվորականներ, պաշտոնաթող մարդիկ, պաշտոնյաներ, որոնք Իսրայելի անվտանգության համակարգում են աշխատել, Շինբետում, Մոսադում եւ այլն, 550 հոգի նամակ են հղել Տրամպին եւ խնդրել են չփոխել իր քաղաքականությունը Նեթանյահուին, այսինքն այս ճնշումը, որ նա այս նոր քաղաքականությունը որ որդեգրել է, իրենց աջակցությունն են հայտնել Տրամպին այդ քաղաքականության համար եւ խնդրել են շարունակել նույն ոգով։ Ես կարծում եմ, որ իսրայելական վերնախավի մոտ նույնպես, ինչպես Միացյալ Նահանգների հրեական վերնախավում կամ պրոիսրայելական շրջանակներում, այդ գիտակցությունը կա, որ Նեթանյահուն արդեն վտանգ է դարձել Իսրայելի համար, որ Նեթանյահուն ինչ որ բաներ է անում ոչ թե Իսրայելի շահերից ելնելով, այլ իր քաղաքական շահերից ելնելով, իր թիմի քաղաքական շահերից ելնելով, ինչը իհարկե նորություն չի Նեթանյահուի պարագայում, բայց հիմա դա ընդունել է շատ վտանգավոր տեսք, հիմա դա շատ վտանգավոր հեռանկար ունի եւ ես կարծում եմ, որ այս գործընթացը թերևս կարող է հանգեցնել Նեթանյահուի կողմից իշխանությունը կորցնելուն եւ նա դա լավ հասկանալով կարող է ինչ-որ խելագար բաներ անել, բայց նորից եմ ասում, քանի որ միապետություն չի Իսրայելը, թերևս նրան զսպող ուժեր կան եւ Իսրայելի անվտանգության վերնախավում նրանց համար աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացումը Իսրայելի համար էգզիստենցիալ սպառնալիք է։ Մի բան էլ ասեմ այս կապակցությամբ Նեթանյահուի այդ հուսահատ ճիքերի եւ այս
արդեն իրացիոնալության հասնող վարքագծի կապակցությամբ վերջերս հայտարարել էր, որ ժամանակն է, որ Իսրայելը իր կախվածությունը Միացյալ Նահանգների զենքի մատակարարումներից նվազեցնի կամ կտրի այդ կախվածության հարցը լուծի։ Ես չգիտեմ ոնց են այդ կախվածության հարցը լուծելու առանց Միացյալ Նահանգների աջակցության կամ եթե այսինքն չգիտեմ, խոսքը միայն զենք տալու մասին էր, թե նաև ֆինանսական աջակցության, բայց առանց նման աջակցության Իսրայելի գոյությունն իսկ հարցականի տակ է, ես կարծում եմ, եւ Իսրայելի վերնախավում դեռ կան լուրջ մարդիկ, որոնք դա հասկանում են վստահաբար։ Շատ է, պարոն Գրիգորյան, շնորհակալություն այս կարևոր թեմայով զրույցի համար, կարծում եմ հետաքրքիր ստացվեց։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ զրուցում է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ։ Շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։